Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը անընդունելի է համարում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իր պաշտպանյալը եւ նրա կողմից ձևավորված խումբը ծրագրել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Նշենք, որ նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում գտնվող առանձնատանը ձերբակալված, ապա կալանավորված 34-ամյա Արթուր Վարդանյանը մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու եւ ապօրինի զենք պահելու մեջ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Խոսում են ինչ-որ տերորիստական ակտերի մասին, հարգելն է, բավականին այլ գույնե արկա քրեական գործը, քրեական օրենսգրքի որ հոդվածով են մեղադրվում, վերջին տվյալ դեպքում պաշտպանել, տեսնել, որ տերորիստական ակտի մասին բացարձակ ոչ մի բան չկա։ Ավելորդ մակտիրներ, տերորիստներ, այլ բնութագրումներ, ընդհանուր նաև սցենարներ բուկվալն։ Այսօր մամուլը գրել է, ինչպես դուք նշեցիք, սցենարների մասին, մասնավորապես նշվում է, որ ծրագրված է եղել, այս մեջ բերեմ, գրավել նախագահական նստավայրը, կառավարությունը, ազգային ժողովը, սահմանադրական դատարանը, հեռուստաաշտարակը, գլխավոր գործողությունը պետք է իրականացվեր դեկտեմբերի 1-ին Ֆրանսիա մեկնել պատրաստվող նախագահի ինքնաթիռը պայթեցնելով։ Ծանոթացել եք այս։ Ես մամուլում կարդացել եմ, նաբովանդակ կարծում եմ այդ սցենարով, ինձ դա հիշեցրեց հոլիվուդյան գերհագեցած ֆիլմ, տեղյակ չեմ բնականաբար նմանօրինակ սցենարից եւ եթե նման բան կա նախագահության ավարտին հանրությանը տեղակ կլինի։ Իսկ դուք խոսել եք ձեր պաշտպանյալի հետ այդ մասին, այսինքն եթե իսկապես նման հարձակումներ գործելու, տարբեր նստավայրեր գրավելու ծրագիր չի եղել, ապա ինչի համար էր այդ զենքը։ Միանշանակ խոսել եմ իմ պաշտպանյալի հետ, այո, իմ պաշտպանյալը ընդունում է, որ զենքը եղել է իրենը, բացառապես իրենը, բայց մեղքը այն հոդվածներով, որ դրված է, իր վրա չի ընդունում։ Այսինքն նա հերքել է, որ նախագահի նստավայրը գրավելու մտադրություններն էր։ Նման հարց, նման մեղադրանք, նման ոչ մի բան չէր առաջադրվել, որ հերքեր կամ ընդուներ։ Կարող ենք ասել, որ այնուամենայնիվ, եթե ոչ ահաբեկչական, այսպես գործողություն, ինչ ասում եք, դուք բացառում եք, որ նման բան կարող է ծրագրավորվել, բայց այնուամենայնիվ։ Կներեք, ես ոչ մի բան ոչ բացառում եմ, ոչ հերքում եմ։ Ես ասում եմ նման հոդվածով մեղադրանք առաջադրված չէին պաշտպանյալին։ Հետո գուցե Եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ նաև այդ հոդվածը դա այլ խնդիր է, այլ գնահատման խնդիր է եւ վերջին հաշվով նախագահության ավարտից հետո պետք է նաև փորձել ապացուցել դա։ Նաև այս հոդվածները, որ դրված են, դա եւս իմ պաշտպանյալը չի ընդունում։ Հանցավոր համագործակցություն։ Չի ընդունում, բացարձակ չի ընդունում։ Հիշեցնենք, անցած ամիս Արթուր Վարդանյանի հետ միաժամանակ կալանավորվեցին մոտ 2 տասնյակ մարդիկ։ Ազգային անվտանգության ծառայությունը թեև թվեր չի հրապարակում, սակայն փաստաբանների տեղեկություններով կալանավորվածների թիվը ավելացել է։ Թե ովքեր են նրանք, նախաքննական մարմինը չի հրապարակում։ Թերևս բացառություն արվեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մասով, ում երկուշաբթի մեղադրանք ներկայացվեց հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար։ Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը փոխանցել էր, որ նախկին փոխնախարարը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, բայց ընդունել է, որ ճանաչում է խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանին։ Նշենք, որ վերջինիս հետ կալանավորված խմբի անդամների մեջ են նաև երիտասարդ կանայք, ովքեր մեղադրվում են հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ ապօրինի զենք զինամթերք պահելու համար, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Հարազատ քույրեր Ասիա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի եւ 23 տարին բոլորած Նելի Մինասյանի փաստաբան Գիվի Հովանեսյանը ազատությանը փոխանցեց, որ 3-ն էլ հրաժարվել են ցուցմունք տալ եւ իրենց մեղավոր չեն ճանաչում։ Նրանք բոլորն էլ Աբովյան քրեակատարողական հիմնարկում են առանձին խցերում։ Տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները արգելանքի տակ են։ Փաստաբանի խոսքով աղջիկները հոգեպես ճնշված են, քանի որ մեկուսարանային պայմաններում են։ Մեզ ապացույց իրականում չի ներկայացվել միջ այժմ։ Հիմնավոր չի մեղադրանքը, նույնիսկ մեղադրանքը հիմնավոր կասկածի հետ կապված է, որ հիմնավոր կասկած գոյություն ունի, թե ոչ, ապացույցներ մեզ չեն ներկայացվել կոնկրետ հանցավոր համագործակցության մասնակցելու, կազմակերպված խմբի կողմից զենքեր ձեռք բերելու կամ պահելու մեջ։ Այդ դեպքում ինչ է դրված մեղադրանքի հիմքում, եթե նշում եք, որ ապացույցներ չեն եղել։ Եվ իրենք կարծում են, որ եթե տան մեջ այդքան զենք հայտնաբերում, բոլորը մեղավոր են կազմակերպված խումբ է զենք ձեռք բերելու կամ հանցավոր խմբին մասնակցելու համար, բայց դա այդպես չէ, վերջով եթե զենքը ինչ որ մի տնից հանվում, չի նշանակում, որ հանցավոր խումբ է եւ տան մեջ ովքեր որ կան մասնակից են այդ հանցավոր խմբան կամ կազմակերպված խմբի կողմից պետք է զենքի ձեռքբերումը դիտվի։
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալը հայտարարեց, որ այդ հանցավոր խումբը առանձնագի դաշնությամբ սպանություններ էր ծրագրում իրականացնել, ընդ որում պետական բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ։ Ինքը հայտարարեց, հասկանալի է, հայտարարությունը ուղղակի որպես մեր կապարանոց հայտարարություն չպետք է ընդունվի, մենք էլ ասում ենք նման բան գոյություն չունի, մեղադրանքը անհիմն է, ապացույցներ մեզ ներկայացրեք։ Հավելենք, որ աղմկահարույց այս գործի հետ կապված ազգային անվտանգության ծառայությունը դեռևս որևէ նոր մանրամասն չի հաղորդում։